եթե դրա համար չպայքարեի, ուղղակի չի խաղա, քանի որ դրա մեջ եմ ես տեսնում իմ շախմատ խաղալու իմաստը։ Հաղթել հավակնորդների մրցաշարում, մրցել շախմատի աշխարհի չեմպիոնի հետ ու տիրանալ թագին։ Արոնյանի առաջնային նպատակը շարունակում է մնալ նույնը։ Հավակնորդների մրցաշարում անհաջող ելույթներից հետո հայ գրոսմայստերը մասնակցեց Grand Chess Tour-ի գերմրցաշարերին։ Սինքվիլդ Քափում Արոնյանը չկարողացավ պաշտպանել տիտղոսը, նահանջեց ֆիդեի դասակարգման աղյուսակում։ Փորձագետները նշում են, որ Արոնյանի խաղամակարդակի անկումը նշмарում է կարիերայի ավարտը։ Գրոսմայստերը համաձայն չէ, իր հիմնական նպատակին հասնելուն ոչինչ չի խանգարում։ Ճիշտը որ ասեմ, տենց չեմ համարում ինձ ինչ-որ գիտեք, մեծ տարիքով։ Հիմա ճիշտն ասած ես միայն կարծում եմ, որ աշխարհի չեմպիոնն է ինձանից առաջ, ուրիշները կարծում եմ լավ են խաղում, բայց ես ուղղակի այդ իրանց ուժով ես այդ տարբերությունը տեսնում եմ իր մեջ։ Ուրիշներին կարծում եմ իրենց հետ կարող եմ պայքարեմ եւ հավասար կամ գուցե թե ավելի լավ խաղամ իրենց։ Շախմատի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի խոսքով հավակնորդների մրցաշարում հաղթելու համար Լևոն Արոնյանին խանգարում է հոգեբանական լարվածությունը։ Արոնյանը բավական ուժեղ բնավորությամբ շախմատիստ է, բայց աշխարհի չեմպիոն դառնալու համար պետք է հաղթել անհրաժեշտ ժամանակին անհրաժեշտ մրցաշարում։ Դուք կարող եք 100 մրցաշարերում հաղթել, բայց անհրաժեշտ է հաղթել հենց հավակնորդների մրցաշարում։ Հավանաբար Արոնյանին չի բավականացնում սառնասրտությունը, բայց կարծում եմ նա դեռ շանս ունի։ Լևոն Արոնյանը հայրենիք է վերադարձել Մոսկվայից, որտեղ ավարտված Միխայել Տալի հուշամրցաշարում 5 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Հայկական շախմատի առաջատարը 9 տուրից բաղկացած մրցաշարում գրանցեց 8 ոչ ոքի եւ տարավ 1 հաղթանակ։ Գոնե այդ 3 պարսաներից, որտեղ մեծ առավելություն ունեի, մեկը գոնե պետք է հաղթեի։ Արոնյանը մինչև այս տարվա վերջ կմասնակցի ևս 2 մրցաշարի։ Նոյեմբերին իտալական թիմի կազմում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը, այնուհետև ուժերը կփորձի Grand Chess Tour-ի տարվա վերջին գերմրցաշարում Լոնդոնում դեկտեմբերին։ Սակայն հավակնորդների մրցաշարից առաջ անհրաժեշտ է լավ հանձնել քննությունը այս 2 մրցաշարերում։ Գրիգոր Ավետիսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։